Ուժեղ Հայաստանը բորբոքում է 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակվելու թեման։ Միլի մեջլիսում ներկայացրել են ազգային ժողովում, համակարգում է, ֆինանսավորում է անձամբ նախագահի աշխատակազմի ղեկավարը Ադրբեջանի։ Կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն այսօր ներկայացրեց այսպես կոչված վերադարձի հայեցակարգը։ Բաքուն այն հրապարակել է մի քանի տարի առաջ այսպիսի վերնագրով Հայաստանից վտարված ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի մասին։ Ուժեղ Հայաստանը Բաքվի այս պլանը տպագրել է 9 լեզուներով ու առաջարկում է ծանոթանալ սպառնալիքներին։ Այն մարդիկ, ում ուզում են Հայաստան ուղղակի ուղարկեն, եւ ճշմարտությունը դա է, պետք է ունենան անվտանգային ուժեր։ Ըստ Նարեկ Կարապետյանի Ադրբեջանի քաղաքական օրակարգի գլխավոր հարցն է սա ու գործում են տարբեր ուղղություններով։ Գիտնականները վերադարձի հիմքերն են ուսումնասիրում, Փաշազադեն մզկիթների վերականգնման մասին է խոսում, ֆորում ու գիտաժողովներ Արևմտյան Ադրբեջան վերնագրով։ Բաքվի պետական տնտեսագիտական համալսարանում ամբիոն է մարդ բացում, որ ուսումնասիրի մեր հանքերը։ Էլ ինչ ասեմ։ Ուժեղ Հայաստանի թեկնածուն չի կարծում, որ այս ամենը Ալիևի թիմը ներքին լսարանի համար է բեմադրում։ Էսի ներքին լսարանի համար չի։ Մեղրից 10 կիլոմետր վրա ֆորում անել միջազգային վերադարձի մասին, ոչ թե համայնքի ընդհանուր։ Ներքին լսարանի համար չի։ Բրյուսելում ֆորում անել է ներքին լսարանի համար չի։ Այս մարդիկ աչք ունեն այս հողի վրա։ Ադրբեջանական հայեցակարգում կարդում ենք Արևմտյան Ադրբեջան վերադարձի հարցը պիտի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում ներառվի որպես հայկական կողմի պարտավորություն։ Այդպիսի հարց նախաստորագրված պայմանագրում չկա։ Ինչու է Նարեկ Կարապետյանը կարծում, որ 300,000 ադրբեջանցի Հայաստանի շեմին է։ Ադրբեջանը ինչ ուզել է, մեր այսօրվա կառավարությունը տվել է։ Կալուգացի դու նստելու ես բանտում տասնամյակներով, որպես Հայաստանի պետության դեմ գործող լրտես։ 300,000 ադրբեջանցիների թեման մեջտեղ բերել նշանակում է Հայաստանի պետական շահի դեմ գործել։ Նիկոլ Փաշինյանն այս հարցին անդրադարձել է թե բղավելով, թե հանդարտ տոնայնությամբ։ Ադրբեջանցիների վերադարձի թեմայից խոսում են նույն ուժերը, ովքեր ակտիվ խոսում են Ղարաբաղի ժողովրդի վերադարձի թեմայից։ Նույն ուժը խոսում է համ նրանից, որովհետև մեկը առանց մյուսի գոյություն չունի եւ չի կարող գոյություն ունենալ։ Եվ այս է պատճառը, որ ասում են, որ իրենք պատերազմի եռագլուխ կուսակցություն են, որտեղ իրանք ուզում են կոնֆլիկտային վիճակ ստեղծեն։ Նախընտրական փուլից շատ առաջ մի քանի տարի է Բաքվից հստակ հարցեր էին հնչում, երբ կարող են ադրբեջանցիները վերադառնալ, ինչպես է կապահովելու նրանց անվտանգությունը Ալիևի բառապաշարով Արևմտյան Ադրբեջանում։ Բաքուն Արևմտյան Ադրբեջան է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը։ Վարչապետ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, խաղաղության հաստատմամբ փակում են Ղարաբաղյան շարժումը, փակ է նաև Արևմտյան Ադրբեջան կոչվող հարցը։ Այո, մենք փակել ենք 500,000 հայ-ադրբեջան վերադառնալու թեման եւ դրանով իսկ փակել ենք ադրբեջանցիների վերադառնալու թեման։ Ուժեղ Հայաստանի թիմն ամենօրյա ռեժիմով է պնդում Փաշինյանի վերընտրվելու դեպքում Բաքվի պլանն իրականություն է դառնալու։ 300,000 ադրբեջանցիներ հաստատվելու են Հայաստանում։ Այդ մասին պատմում են նաև հոլովակներով, որոնցում ադրբեջանցիները արդեն եկել են։ Որ իրենք ճնշելու են իրենց գործիքակազմով, ինչպես ճնշել են սահմանադրություն փոխել։ Ինչպես է այս ուժը պատրաստվում չեզոքացնել այսպես կոչված վերադարձի պլանը։ Ըստ Կարապետյանի արգելքներ են պետք, օրինակ ադրբեջանցիները 10 օրից ավելի Հայաստանում մնալու իրավունք չպիտի ունենան։ Մենք կլինենք նորմալ հարևաններ իրար հետ, բայց չենք լինի ընկերներ։ Մանկապարտեզի տնօրենը տենց կիսա ժպիտով ասում է դե գիտեք ինչ Սաֆարովի երեխեքին ընդունել ենք, ձեր երեխեքին չեն կարող։ Ես ասում եմ, այդ հոլովակը նկարողը հոգեկան հիվանդ է։ Ուժեղ Հայաստանի հոլովակները Փաշինյանի աչքով են ընկել ու հանել հունից։ Ընդհանուր առմամբ 300,000 ադրբեջանցիների ուրվականը իշխող թիմի քարոզարշավում պարբերաբար է հայտնվում։ Այսօր էլ Բերթավանում մի տղամարդ Նիկոլ Փաշինյանին տագնապներ փոխանցում։ Ասում են 300,000 թուրք է գալիս։ Ասողը գլուխը պատով է տալիս 4 անգամ կրկնեց Փաշինյանը, իսկ քաղաքացում դժգոհ հավաքվածները հեռացրին տարածքից։